Մեկ օրում 4 անգամ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կեղծ տեղեկություն տարածեց, իբր հայկական կողմը սահմանի մի քանի հատվածներում խախտել է հրադադարը։ Հայկական կողմի պատասխանը չուշացավ, պաշտպանության նախարարությունը հերքեց տեղեկությունները։ Կարծում եմ, որ Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքները եւ մարտական գործողությունները վերլուծելիս մենք կարող ենք գալ այն եզրակացության, որ իրականում ինքը հող է նախապատրաստում, մանավանդ այս իրավիճակում, երբ որ ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը իրատեսական չէ։ Խաղաղության պայմանագրի կետերի շուրջ համաձայնության գալուց հետո խոստացված խաղաղությունը կարծես ուշանում է։ Թե պետ-ՔՊԱ-ական падգամավոր Արսեն Թորոսյանը վստահ է, որ Ադրբեջանը նման հայտարարություններ անում է, որովհետև խաղաղության պայմանագիրը Հայաստանի համար շահավետ է, սակայն քաղաքագետ Խաչիկ Գալստյանն այլ կանխատեսումներ ունի։ Այդ պայմանագիրը բոլորիս համար տեսանելի է, որ ցանկության ոչ մի երաշխիք կա, ուղղակի այդ բանակցությունները Ադրբեջանը ծառայեց 4 տարի շարունակ ավելի հարմար դիրքավորում ունենալու եւ աստիճանաբար հաջորդ փուլը իրականացնելու, իսկ մենք գիտենք, որ հաջորդ փուլը լինելու է արդեն բուն Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ անթակույց հավակնությունները, ինչն էլ նա ցուցադրում է այսօրվա իր քաղաքականությամբ։ Իսկ այս ամենն արվում է, որովհետև թշնամին չի սահմանափակվելու պայմանագրում ներառված կետերով, ասում է Օհանյանը։ Ադրբեջանը ցանկանում է նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Գիտեք, որ գոյություն ունի այսպես կոչված ճակերտներով Զանգեզուրի միջանցքի գաղափարը եւ նրանք ամեն կերպ ձգտելու են թուրք-ադրբեջանական տանդեմի այսպես համագործակցությամբ հասնել դրան։